Բարի օր հարգելի հետևորդներ, ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Բավարար է արցախցիներին տրվող գումարը բնակարանի խնդիրը լուծելու համար, քննարկում ազգային ժողովում։ Զանգեզուրի ճանապարհ թե Թրամփի ուղի, Իրանի կոշտ դիրքորոշումը։ Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրյան բժշկական կենտրոն, երբ կվիրահատեն։ Իրանում ավտոբուս է վթարի ենթարկվել, կա 13 զոհ։ Տարածաշրջանում կրկին ակտիվացել են Թրամփի ուղու շուրջ քննարկումները։ Թեհրանն այս անգամ հստակ հավասարության նշան է դրել Թրամփի ուղու և Զանգեզուրի միջանցքի միջև։ Թրամփի ուղին փաստացի նույնական է Զանգեզուրի միջանցքին։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանին ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Նրա խոսքով Իրանն ի սկզբանե դեմ է եղել միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և վախենում է իր անվտանգությանը սպառնացող վտանգներից։ Դեսպան Հակոբյանն էլ հայտարարել է, որ Թրամփի ուղին կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության և տնտեսական զարգացման համար։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն էլ կարծում է, Թրամփի ուղի կոչվող նախագիծը Իրանին հրամցնել որպես բացառապես տնտեսական նախագիծ Հայաստանի մոտ չի ստացվելու։ Իրանում շատ լավ հասկանում եմ, որ սա ոչ թե տնտեսական նախագիծ է, սա տարածաշրջանի էթնոգրաֆիկ, ժողովրդագրական, գեոքաղաքական, տնտեսական, էներգետիկ և անվտանգային դիմագիծը փոխելուն ուղղված առաջիկա 30 տարվա մասին է խոսքը։ Մեգա նախագիծ է, որի ընդամենը 42 կիլոմետրանոց հատվածն է կոչվում Զանգեզուրի միջանցքը։ Իրականում սա շատ ավելի մեծ ծրագիր է։ Թեմային անդրադարձել է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա խորհրդարանում ընդգծել է, որ Հայաստանը որևէ պարագայում չի կարող կյանքի կոչել նախագիծ, որը կհակասի երկրի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքով Հայաստանը հաշվի է առնում իր բոլոր հարևանների կենսական շահերը, իսկ Իրանի դեպքում այդ շահերը մեծապես համընկնում են Երևանի դիրքորոշման հետ։ Ռուբինյանը նշել է, որ այս հարցով Հայաստանը մշտապես կապի մեջ է իր գործընկերների հետ և չի տեսնում անհանգստության հիմք։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են և այս առումով շատ կարևոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է և նաև հնարավորություններ է ստեղծում իրենց համար, ես կարծում եմ սա ուժի մեջ է։ Մենք կարող ենք ասել հետևյալը, որ Ա. Բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Բ. Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը և Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան և այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ և մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա։ Նույն թեմայով խոսել է նաև ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա հայտնել է, որ որևէ նոր մանրամասն ի հայտ չի եկել և թրիփը, ինչպես սկզբում, շարունակում է դիտարկվել որպես ենթակառուցվածքային, որոշ առումով նաև բիզնես նախագիծ։ Խանդանյանի խոսքով նախագծի նպատակը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացումն է, այդ թվում նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։ Որևէ նոր մանրամասն ի հայտ չի եկել, թրիփը ինչպես կար, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, եթե կուզեք նաև որոշ առումով բիզնես նախագիծ, այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որևէ անվտանգային բաղադրիչ չկա,
դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը, նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, դուք հիշում եք նաև, որ ավելի վաղ շրջանում, երբ որ նախագիծը նոր էր ներկայացվել Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են։ Մինչ տարածաշրջանում շարունակում են Թրամփի ուղու շուրջ քննարկումները, ազգային ժողովում տարվա օրակարգը դեռ չի սպառվել։ Այսօր խորհրդարանի արտահերթ նիստը սկսեցին արցախցիներին բնակարանով ապահովելու նախագծի քննարկմամբ։ Քննարկումների ընթացքում Հայաստան խմբակցությունը բարձրաձայնել է արցախցիներից ստացվող ահազանգերը, նշելով, որ անձնագրային բաժիններում Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացում առաջանում են տարատեսակ խնդիրներ ու խոչընդոտներ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն էլ արձագանքել է, չկա նման բան։ Քննարկման մյուս մանրամասները տեսանյութում։ Քաղաքացիություն են ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26233-ը, որից 16919-ը չափահաս եւ 8314-ը անչափահասներ են։ Մշակման մեջ, այսինքն քաղաքացիության համար դիմաց եւ դեռևս մշակման փուլում գտնվողների թիվը կազմում է քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած նման տեղեկություններ չունեմ եւ անձնագրային բաժանմունքներում որոշ անձնագրային բաժանմունքներում ես լաղանունները չեմ հնչեցնում, որովհետեւ զգուշացրել եմ իրանց կարծեք թե հետևություններ արել են, որ խնդիրներ կա նույն քաղաքացիության տրամադրման հետ կապված։ Ես եթե պետք է լինի նաև ձեզ կասեմ, եւ նաև վերաբերմունքի հետ կապված բավականին խնդրահարույց դեպքեր ենք արձանագրել, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բնակարան չեն ստանում, այսինքն կամ ինչ որ այդ տրված գումարը չի բավարարում, որպեսզի մարդիկ կարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները։ Քաղաքացիության դիմելու հետ կապված անձնագրային բաժիններում, քանի որ մեր նախարարության ներքո չի իհարկե ամբողջ տեղեկատվությանը բնականաբար չեմ կարող տիրապետել, բայց նաև գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար առանձին, այսինքն աշխատակիցներն առանձնացած, ովքեր միայն իրենց խնդիրներով են զբաղվում, այդ առումով հատուկ վերաբերմունքը կա, որպեսզի նաև տեղի ունենա արագացված ընթացակարգով քաղաքացիության դիմելիությունը։ Պատճառները, գլխավոր պատճառը իհարկե քաղաքացիությունը չստանալու հետ է կապված, որովհետև ստանալու եւ հավաստագրի դիմելու թվերը, քանակները բավականին իրար մոտ են։ Ինչն է խանգարում դիմել ստանալ քաղաքացիություն, հետո ստանալ հավաստագիր եւ այդ ժամանակ նոր բարձրաձայնել, որ գումարը չի հերիքում։ Այսինքն մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց կա դժգոհություն, որ այդ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որը այս 1600 մեր հայրենակիցներ, ընտանիքներ արդեն իրացրել են իրենց իրավունքը։ Հաջորդ տարի կայանալիք խորհրդարանի ընտրությունից առաջ Երևանը Բրյուսելից օգնություն է խնդրում, իսկ Եվրամիության անդամ երկրները աջակցություն են հայտնել Հայաստանին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում։ Քննարկումը տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշի ձևաչափով, մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթակոսը, նաեւ Եվրամիության անդամ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն, համոզված է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար բերում է Եվրոպական միությանը կեղծ մեղադրանքներ ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ եւ ակնկալում կանաչ լույս կամ քարտ բլանշ ընտրության արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար։
Մոլդովայում երկու կուսակցություն ուղակի դուրս նետեցին ընտրություններից։ Մեկին չգրանցելով, մյուսին արդեն կուսակցության անունը տպած քվեաթերթիկներում արկա լինելու պարագայում։ Իսկ ընտրության արդյունքը որոշվեց Եվրոպական միության երկրներում ապրող մոլդովացիների աննախադեպ ակտիվ քվեարկության շնորհիվ։ Հիշեցնենք նաև, որ Մոլդովայի հարևան Ռումինիայի ընտրությունը ընդհանրապես չեղյալ հայտարարեցին նախագահի ընտրությունը այն բանից հետո, երբ տեխնացու Ջորջեսկուն ջախջախիչ հաղթանակ տարավ առաջին տուրում։ Եվ Մոլդովայում եւ Ռումինիայում նման գործողությունները հիմնավորվեցին նրանով, որ իբր վերոհիշյալ քաղաքական ուժերին ֆինանսավորել է Ռուսաստանը, որևէ լուրջ ապացույց այդպես էլ չներկայացվեց։ Իսկ Ռումինիայի դեպքում որոշումը կայացվեց երկրի անվտանգության ծառայության տեղեկանքի հիման վրա, որը հետագայում նույն այդ ծառայությունը սխալմունք համարեց։ Եվրոպան սակայն աչք փակեց հակաժողովրդավարական այդ քայլերի վրա, ինչի համար ի դեպ արժանացավ Թրամփի վարչակազմի սուր քննադատությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը մասնավորապես Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ մեղադրեց Եվրոպային ժողովրդավարական նորմերի ոտնահարման, գրաքննության եւ այլախոհության ճնշման մեջ։ Այս ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել է երկրի պատմության ամենամեծ համաներումը, որը կարող է ազդել ավելի քան 20,000 մարդու վրա։ Այդ համաներումը կտարածվի արդյոք նաև Բաքվում պահվող մեր հայրենակիցների վրա, դեռ պարզ չէ։ Թեման ուսումնասիրել է իմ գործընկեր Անահիտ Սարգսյանը։ 2025 թվականն Ադրբեջանն ամփոփում է երկրի պատմության ամենամեծ համաներումը հայտարարելու մասին քննարկումներով։ Ավելի քան 20,000 մարդու կարող է համաներում շնորհվել, այդ թվում 2020-ից 23 թվականների ռազմական գործողությունների մասնակիցներին։ Մինչ Ադրբեջանը դեռևս հայտարարությամբ է հանդես գալիս, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն համաներում է հայտարարել, բանտերից ազատելով 123 մարդու, ինչպես այլազգի, այնպես էլ Բելարուս գործիչների, այդ թվում իր ընդդիմախոսներին։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով Լուկաշենկոն այդ քայլին է գնացել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով։ Ուստի եթե մենք էլ ճիշտ աշխատենք, կկարողանանք ինչպես Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների, այնպես էլ Հայաստանի բանտերում քաղբանտարկյալների ազատման հարցերը լուծել։ Թե ԱՄՆ նախագահի առջև հստակ նպատակաուղղված կերպով եւ սրտացավորեն դրվեր կամ դրվի Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։ Ինչու են համաներում հայտարարում ավտորիտար երկրի համբավ ունեցող այս երկրները եւ արդյոք Հայաստանն այս պահին ունի գերիների վերադարձի հարցում հաջողության հասնելու հավանականություն։ Չէ՞ որ Թրամփի ուղին ուժի մեջ է, իսկ խաղաղության օրակարգը հաստատված։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ ներկայիս պետական քաղաքականությունը ամբողջապես տեղավորված է ադրբեջանական մոտեցումների հանդեպ լոյալության դիրքում։ Եթե ուզում ենք հարցերի լուծման մեթոդաբանության փոփոխություն, ապա պետք է քաղաքականություն փոխվի, սակայն հետաքրքիր ազդակներ կան։ Մենք տեսնում ենք նաև, որ պաշտոնական Երևանը գոնե հրապարակավ ակնարկում է կամ երբեմն ուղիղ խոսում այն մասին, որ գերիների հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանի հետ, այսպես ասած, բոլոր հարցերը լուծելու արդյունքում։ Ընդ որում պետք չէ բացառել, որ այս նախընտրական շրջափուլում Ադրբեջանը որոշակի կարտ բլանշի տրամաբանությամբ գերիների ինչ որ թվով գերիների վերադարձնի Հայաստան, սակայն ընդհանուր առմամբ հարցի լուծումը կարծում եմ կախված է լինելու նրանից, թե Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշում արդյոք հնարավոր կլինի բանեցնել, որպեսզի Ադրբեջանը մեր գերիներին չկարողանա որպես պատանդ սակարկության առարկա դարձնել Հայաստանի հետ հարաբերություններում։ Ըստ վերլուծաբանի Ադրբեջանը գերիներին կպահի այնքան, մինչև առավելագույնը կորզի Հայաստանից։ Իսկ Ադրբեջանի առավելագույնը, ինչպես գիտենք, այն է, որ իրենք չեն էլ թաքցնում, որ հայկական պետականությունը լինի ադրբեջանական պետականությանը ամբողջապես ենթակա ինչ-որ միավոր։ Ամեն դեպքում վերլուծաբանը համարում է, որ այս հարցը բոլորովին համարժեք չէ Բելարուսի դեպքին համեմատականներ անցկացնելու համար։ Բացի այդ, Թրամփը թարմացրել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությունը, եւ այդ ռազմավարության մեջ Կովկասի մասին խոսք անգամ չկա։ Իսկ քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը Թրամփի միջոցով գերիների վերադարձը շատ իրատեսական է համարում։ Առավել եւս, որ Միացյալ Նահանգների նախագահը արդեն նման պատրաստակամություն հայտնել է։ Այլ հարց է, թե ինչպիսի քաղաքական հաշվարկներ կան եւ ինչ քաղաքական հաշվարկների արդյունքում են
այս իշխանությունները պատկերացնում նման գործողությունների դիմել։ Գոնե թե ինձ մոտ արդեն կայուն տպավորություն է ձևավորվել, որ հաշվարկը վերաբերվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ կարծում եմ, որ եթե կա նման հնարավորություն, ապա դա կօգտագործեն բացառապես նախընտրական քարոզարշավում իրենց դիրքերը ամրացնելու համար։ Հաշվի առնելով ներկա իշխանությունների քաղաքական ձեռագիրը եւ տեխնոլոգիաների կիրառման մարտավարությունը, ձևավորել օրակարգ եւ լինել այդ օրակարգի կենտրոնում, Արա Պողոսյանը կարծում է, որ գերիների վերադարձի թեման հենց այն օրակարգն է, որի շուրջ աշխատանք է տարվելու համապետական ընտրություններին ընդառաջ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Միքայել arczepiskopos Աջապահյանը տեղափոխվել է Իզմիլյան բժշկական կենտրոն։ Երեկ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով նիստում Շիրակի թեմի առաջնորդն ասել էր, որ վիրահատության թույլտվություն է ստացել։ Պարզվում է, եթե նույնիսկ ձեր մեքենան տեղափոխված է հատուկ պահվող տարածք, դա դեռ չի նշանակում, որ այն ապահով է։ Վարորդների խոսքով ավտոմեքենաները կարող են թալանվել փուլ առ փուլ։ Սկզբում անհետանում են անվադողերը, ապա լուսարձակները, ազդանշանային համակարգը, իսկ որոշ դեպքերում անգամ շարժիչը։ Վերջում հնարավոր է ձեր մեքենան գտնեք վերածված մետաղի ջարդոնի, որը լավագույն դեպքում կարող եք որպես պահեստամաս վաճառել։ Խնդիրն արդեն դարձել է հանրային մտահոգության թեմա, որին անդրադարձել է իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Սրա դեմից արդեն էս ամբողջ այն կարևոր մասերը դեմից նորից քանդել են, ինչը որ պետք է հանետ արել են։ Նայեք, այստեղ մոզգն են, այս անգամ հանետ արել, հեսա ցույց եմ տալի։ Այն թանգանոց բոլոր դետալները, ինչը որ պետք է հանետ արել են։ Լրիվ ինչը որ պետք է, մոզգով, բանով, ամեն ինչը։ Վախթանգ Մանուկյանի մեքենան է, որ 1 տարի է Աբովյանի հատուկ պահպանվող վայրում է կայանված։ Վախթանգը պատմում է, նախորդ տարի դեկտեմբերին են այնտեղ տեղափոխել։ Ոստիկանները նրան խորհուրդ են տվել մեքենան այսպես ասած փաթեթավորել հնարավոր գողությունից խուսափելու համար։ Տուգանային հրապարակը ընդհանրապես տուգանային հրապարակի նման չէ, մեքենա կույտի նման տեղեր առանց տանկապատի, առանց կամերաների, առանց վերահսկման, ինձ ասել են գոնե բերստեղ ցելոֆանով փաթաթի, սկոչով, որ չկարողանան կպնեն, երկար կմնա, ասեցի մոտավորապես ինչքան, մի 5-6 ամիս կմնա հաստատ, մինչև քննչական գործողություններ կատարվեն, չգիտեմ, փորձաքննություն եւ այլն, մեղավոր անմեղ պատժեն, մենք մեքենան տարել ենք Երևի մի 10,000 դրամի ցելոֆան ու սկոչ եմ առել, լրիվ սկոչով փաթեթավորել եմ, լավ փաթաթել էի։ Չնայած հատուկ պահվող վայրում էր եւ փաթեթավորված, մեքենան 2 անգամ թալանվել է։ Գողացել են անվադողերը, շարժիչը, թանկարժեք բոլոր մասերը, որոնք կարող էր Վախթանգը վաճառել։ Այն կարևոր բաները լրիվ վրա են ինչ որ գումար արժեր, որը կարելի է տաս հանձնես այդ քանդողներին, քանդեն, վաճառեն, քեզի գումար տան $2000, չգիտեմ, դե ասած մի $1000 էլ իրանք մեջ կաշխատեն, բայց այսօր էդի չկա այդ հնարավորությունը, ես չեմ կարող այդ հնարավորությունն։ Մեքենան 1 տարի անց Տուգանային հրապարակից տեղափոխել է իր բակ։ Ասում է, ժեշտից կտորներ են այլևս, անպիտան։ Ինչու է հատուկ պահվող վայրում գտնվող մեքենան այդ օրն ընկել։ Եթե հատուկ պահվող վայր է, ինչու են գողերն անարգել ներս մտնում, գողանում ու հեռանում։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է, նման խնդրի հաճախ են բախվում վարորդները։ Մի դեպք էր եղել, երբ գողություն կատարելու մեղադրանքով ոստիկաններն էին ձերբակալվել։ Մենք շատ ենք տեսել դեպքեր, որ մեքենաներից գողություն են կատարում այդ ծախսիկների առջև եւ չեն հայտնաբերվում, որտեղ ինչ-որ ձևի այդ մարդիկ իրենց դեմքերը փակած են լինում կամ չգիտեմ, այնպես են հանդերձանք փակած լինում, որ նկատելի չի թե ով է։ Ես շատերը ասում են, որ այդ պահպանող տարածքներում կան հատվածներ, որտեղ ծախսիկը չի ֆիքսում, հենց գողություն անում են այդ հատվածների, շատերը տեղեկ են, որ հատվածը
Վարորդները պետք է ֆիքսեն իրենց մեքենան մինչև Տուգանային հրապարակ տեղափոխելն ու նկարեն նաև տեղափոխելուց հետո, որպեսզի ապացույցներ ունենան, հուշում է Քեյանը։ Վախթանգ Մանուկյանն էլ նշում է, որ ունի բոլոր լուսանկարները, վթարի պահից մինչև հատուկ պահվող վայրից հանելը։ Նա կարող է հաղորդում ներկայացնել ու պատասխանատվության ենթարկել վայրը հսկողներին։ Վախթանգի խոսքով երկար ժամանակ ու ֆինանսական միջոցներ պետք է ներդնի, որպեսզի կարողանա թալանվածը վերադարձնել։ Պարզապես վերահսկողություն պետք է ունենան հատուկ պահվող վայրում վարորդներին այդ գլխացավանքների մեջ չդնելու համար, նշում է Վախթանգ Մանուկյանը։ Քաղաքացու ապրանքը դուք վերցնում եք, բերում եք ու դուք չեք պահպանում։ Մեղքը գցեք անչափահասներ են, դա ում է հետաքրքրում, անչափահասա թե չափահասա։ Մանա էլի խոսում են անչափահասներ են, մի խումբ անչափահասներ են բռնել, ինչ անենք։ Ինչ պիտի անենք, ես շատ գիտեմ, ինչ անենք։ Սա համակարգային խնդիր է, որի գինը վճարում են շարքային քաղաքացիները ժամանակով, նյարդերով ու գումարով, նշում է վարորդը։ Նրանք ներքին գործերի նախարարության ուշադրությունն են հրավիրում, մտածում են գերատեսչությունը փակել աչքերն ու տեսնել, լուծել չի ուզում։ ABC Մեդիան դիմել է նախարարությանը, դեռ պատասխան չի ստացել։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Իսկ հարկադիր կատարողական ծառայությունը հետախուզվող անձանց համար օրենքում փոփոխություններ է արել։ Այսուհետև ԴՀԿ-ում հայտնված որոշ անձանց նկատմամբ հետախուզում կհայտարարեն։ Հետախուզումը կդադարեցնեն միայն պարտապանի հարկադիր կատարողին ներկայացնելուց հետո, իսկ մինչ այդ տվյալ քաղաքացին կհայտնվի բազմաթիվ սահմանափակումների տակ։ Որոնք են դրանք եւ ինչպես վարվել, մանրամասները ռեպորտաժում։ Հարկադիր կատարողական ծառայության կողմից հետախուզվող անձինք չեն կարողանա հատել երկրի սահմանը, քանի դեռ հետախուզվող պարտապանները չեն ստացել իրենց ուղղված համապատասխան փաստաթղթերը։ Անձի հետախուզում կարող է իրականացվել, երբ կատարողական վարույթով անհրաժեշտ է ապահովել պարտապանի մասնակցությունը։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Կատարողական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվող փոփոխությունները նախատեսում են բացառապես իրազեկման գործողություններ։ Հետախուզումը քրեական հետևանք չի ունենալու։ Հարկադիր կատարողական ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանն է մանրամասնել նոր օրենքի կարգավորումների մասին։ Հետախուզման նպատակը միայն անձին այդ մասին տեղեկացնող փաստաթղթեր համբերն է։ Այս համատեքստում ներդրվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի արգելքի հնարավորություն, որը միայն հետախուզվող պարտապանի ներկայությանն ապահովելու եւ նրան ուղղված փաստաթղթերը հանձնելու նպատակ ունի։ Չի հետապնդում որևէ այլ նպատակ։ Իսկ ինչ անել, եթե երկրի սահմանը հատելու պահին է քաղաքացին իմացել, որ հարկադիր կատարողական ծառայությունն իր նկատմամբ կատարողական վարույթ է նախաձեռնել։ Նոր օրենքը նաև դա է կարգավորելու։ Եվ հետախուզումը, եւ ելքի արգելքը անհապաղ ենթակա է վերացման, երբ հետախուզվող անձը կներկայանա իր կատարողական վարույթ իրականացնող հարկադիր կատարողին, անհրաժեշտ փաստաթղթերը եւ իր նկատառությունները, որոշումները եւ այլ փաստաթղթեր, եւ այդ հիմքով իր նկատմամբ հայտարարված հետախուզումը կվերանա։ Պետրոսյանն ասում է, մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա։ Անձի դեմ հետախուզում կարող է հայտարարել բացառապես դատարանը, ընդ որում բոլոր պարտապանների նկատմամբ չէ, որ կատարվելու է հետախուզում։ Դատարանը կարող է նաև չբավարարել հարկադիր կատարողի միջնորդությունը։ Անձի նկատմամբ հայտարարվող հետախուզումը գործող օրենքի համաձայն, եթե հիմա արվում է հարկադիր կատարողի որոշմամբ, այդ դեպքում հունվարի 1-ից հետո դա կրելու է բացառապես, իրականացվելու է բացառապես հարկադիր կատարողի միջնորդությամբ եւ դատարանի Այսինքն նոր օրենքը նախատեսում է գործում բավականին գործում մեխանիզմներ այս հետախուզման ինստիտուտի կայացման եւ կիրառելիության անհրաժեշտ ապահովման համար։ Անձի նկատմամբ հետախուզումը դադարեցվում է անմիջապես համապատասխան փաստաթղթեր ստանալուց եւ իրազեկվելուց հետո, ինչից հետո նա կարող է հատել Հայաստանի սահմանը։ Հետախուզումը դադարեցվելու է, սակայն կատարողական գործողությունները շարունակվելու են։ Խնդիրներ կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ քաղաքացին Հայաստանի Հանրապետության օրենքի հետ խնդիր ունենա։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եմեն
Ռուսաստանն եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ուկրաինային տրամադրելու ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին նման անվտանգության երաշխիքներ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ի դեպ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը սահմանում է համատեղ պաշտպանության սկզբունքը։ Եթե դաշինքի անդամ որևէ պետության դեմ իրականացվում է զինված հարձակում, ապա դա համարվում է հարձակում բոլոր անդամների դեմ։ Սա իսկապես հեռահար էական համաձայնագիր է, որը տարբերակվում է նախկինում ունեցած տարբերակներից, ասել է Մերցը եւ շեշտել, որ ԱՄՆ-ն քաղաքականապես եւ հնարավոր է իրավական առումով ստանձնել է համապատասխան պարտավորությունները։ Իսկ Բերլինում մեկնարկել է Զելենսկիի, եվրոպական երկրների առաջնորդների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը Ուիտկոֆի եւ Քուշտերի հետ։ Իրանում ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 13 մարդ է մահացել։ Սպահան-Թեհրան մայրուղում ավտոբուսը մխրճվել է ցանկապատի մեջ, ապա բախվել թեթև մարդատար մեքենայի եւ շրջվել։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների հետ բանակցություններն արդյունավետ էին եւ ըստ դետալների, ասել է Վլադիմիր Զելենսկին Բերլինում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Կարևոր է, որ հասնենք խաղաղության եւ այն լինի արժանապատիվ, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել է Ադրբեջանի պատմության ամենամեծ համաներումը։ Նախագծի համաձայն համաներումը կտարածվի հայրենական պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ի հակաահաբեկչական գործողության մասնակիցների, նրանց հարազատների եւ սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Խոշոր վթար է եղել Իրանում, կա 13 զոհ։ Ուղևորատար ավտոբուսը Սպահան-Թեհրան մայրուղում բախվել է պիկոտի եւ շրջվել։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է, հետաքննություն է սկսվել։ Սիդնեյում ահաբեկչական հարձակման զոհերի թվում ռուսաստանցիներ կան, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան է հայտարարել։ Անհայտ անձինք կրակել են Սիդնեյի լողափում, որտեղ տեղի էր ունենում հրեական խունկայի տոնին նվիրված միջոցառում։ Վերջին տեղեկությունների համաձայն զոհվել է 16 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել, նախնական տվյալներով զոհվել է առնվազն 7 մարդ։ Բրազիլիայի Գուաիբա քաղաքում Ազատության արձանի 35 մետրոնոց կրկնօրինակ ուժգին քամու հետևանքով ընկել է։ Սանկտ Պետերբուրգում ջրանցքները կարծես պատված լինեն բամբակի հաստ շերտով, այս երևույթը տեղի է ունենում, երբ ձյունը չի հալվում, այլ կուտակվում է ջրի մակերեսին, վերածվելով պլաստիկ զանգվածի։ Երկար սպասված անձրևները հասել են Իրան եւ հեղեղել Վարամին քաղաքը։ Վարամինը գտնվում է Թեհրանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարթավայրում։ Սաուդյան Արաբիան 2025 թվականին մահապատժի է ենթարկել 340 մարդու, սահմանելով նոր ռեկորդ։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Շնորհակալություն ուշադրության համար։